Deyel, 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 deyel. Սիրելի բարեկամներ, ձեզ հետ եմ ես Արա Սարգսակ Նալչաջյանս, Լարմաս հաղորդաշարն է եթերում։ Հաղորդաշարի նպատակն է հայության համախմբումը։ Այն միջոցը, որով դա հնարավոր է անել, նախ եւ առաջ հայոց ազգային գաղափարախոսությունն է։ Ուստի մեր հաղորդաշարը ներկայացնում է հենց այդ գաղափարախոսությունը, որը կոչվում է հատուկ անվամբ Լարմաս։ Հաղորդաշարը եւս կրում է նույն անվանումը Լարմաս։ Հիմնական իմաստն է առ Մասիս, դեպի Մասիս։ Ինչպես գիտենք, Մասիսը, այսինքն Արարատը, հայության եւ Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է։ Ավելին, մեզ հայերիս համար այս սրբազան լեռը հանդիսանում է արժեհամակարգային ուղենիշ։ Լարմաս հաղորդաշարի հերթական թողարկմանը հեռավար զրույցի ենք հրավիրել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Միքայելյանին։ Հարգանքներիս հավաստիքը, պարոն Միքայելյան։ Բարև ձեզ, պարոն Նալչաջյան։ Պարոն Միքայելյան, հայոց ազգային գաղափարախոսությունը համախմբում է ամբողջ հայությանը՝ ի Հայաստան եւ իսպյուրս աշխարհի։ Ինչը ձեզ բերեց այն համոզման, որ հայության համախմբումը անհրաժեշտություն է։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Նալչաջյան։ Այդ մասին ես մտածել եմ դեռևս առաջի, այսպես ասած, Արցախյան շարժման սկզբնամասում ազգային գաղափարախոսության վերաբերյալ դեռևս մեր մտավորականները նախկինում շարժման ընթացքում բարձրաձայնել են, խոսք են ասել դրա անհրաժեշտության մասին, ցավոք սրտի իշխանությունները այն ժամանակվա չեն կարևորել ազգային գաղափարախոսությունը, մինչդեռ հայոց միասնականությունը բերեց Արցախյան առաջի գոյամարտի 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբին մեր փառապատ հաղթանակին։ Մենք միասնության շնորհիվ մենք կարող ենք ցանկ հասնել։ Հենց դա էլ եղավ առաջի պատրվակը, առաջի առիթը, որ պետք էր ազգային գաղափարախոսություն ունենալ եւ դրա շնորհիվ ազգը միավորել։ Դուք աջակցում եք ազգային գաղափարախոսությանը, Լարմասին։ Ինչու։ Միանշանակ աջակցում եմ, որովհետև առանց համախմբման ազգի մենք ոչ մի հարց չենք կարող լուծել, իսկ այդ համախմբումը կարող է լինել միայն եւ միայն ազգային գաղափարախոսության շնորհիվ։ Երբ որ կա ազգային գաղափարախոսություն, այսինքն կա միասնական նպատակ, որի պետք է, այսպես ասած, որի իրագործմանը պետք է լծվի ամբողջ ժողովուրդը, այդ դեպքում մենք կարող ենք ունենալ հաջողություններ։ Իսկապես կա նպատակ եւ այդ նպատակն է Հայաստանը դարձնել բարձր արժեքներով առաջնորդվող հասարակություն։ Հայաստանը որպեսզի դառնա հանճարների երկիր, այլ ոչ թե հիմարների երկիր, ինչպես հայտնի թևավոր արտահայտությունն է։ Եվ Լարմաս գաղափարախոսության համաձայն այդ նպատակին հասցնող ուղին է գիտելիքի, աշխատանքի եւ հոգեվորի ուղին։ Ձեր վերաբերմունքը այս հիմնադրույթներին, թե նպատակին եւ թե ուղուն, որը հանգեցնում է այդ նպատակին։ Յուրաքանչյուր նպատակ իրագործելու համար հարկավոր է որոշակի խնդիրների լուծում, այդ կերպ ասած, որոշակի ուղիների մատնանշում եւ այդ ուղիների լուծում։ Այդ պատճառը, որ առաջադրված
Լարմասի առաջադրված այդ 3 հանգուցային ուղիները կտանեն նպատակի իրագործմանը։ Դրա շնորհիվ միայն եւ միայն կարելի է հասնել նպատակի իրագործմանը։ Պարոն Միքայելյան, գիտակցում ենք, որ ազգի համախմբումը, միավորումը, միաբանությունը կարևոր է, եւ սակայն խնդրեմ բարձրաբանեք ձեր տեսակետը, թե ինչպես կարող է ազգային գաղափարախոսությունը համախմբել մեր հասարակությանը, ինչ մեխանիզմով։ Եթե ազգի, այսինքն ազգի բոլոր օղակների համար դա ընդունելի է գաղափարախոսությունը, ես նկատի ունեմ մայր հայրենիքում, սփյուռքում, եթե ընդունում են բոլոր հասարակության բոլոր շերտերը, այդ պարագայում անհրաժեշտություն է առաջանում կազմակերպչական հարցերի լուծում։ Դրա համար կարևոր է եւ մայր հայրենիքում եւ սփյուռքում որոշակի օղակների առկայություն, որոշակի կառույցների առկայություն կամ կառուցակարգերի կամ մեխանիզմների, ինչպես ընդունված է ասել։ Այդ մեխանիզմների շնորհիվ է միայն կարելի է նպատակին հասնել թվարկած այդ ուղիների շնորհիվ։ Եվ ասենք գաղափարախոսություն տարածելու առումով, եւ ԶԼՄ-ներով, այսպես ասած, եւ գործուն կառույցներով, եւ սփյուռքում, եւ մայր հայրենիքում, մասնավորապես ասենք որոշակի կառույցներ պետք է ազգին մղեն, ազգին եւ սովորեցնեն, այսինքն այդ գաղափարախոսությունը հասցնեն ազգի բազմաշերտ համակարգին եւ գաղափարախոսությունը պետք է մուծվի սկսած մանկապարտեզից, դպրոցից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, դա պետք է ակտիվ, դրա շնորհիվ ակտիվ քարոզարշավ տարվի եւ միաժամանակ ստեղծվի դրա իրացման կառույցներ, ասենք հավաքական մեր ազգի համար ենթադրենք համաշխարհային ունենալ բանկ, որը ֆինանսավորի եւ բիզնեսներին աշխարհի տարբեր երկրների հայությանը եւ սովորեցնելու մեր հայ տաղանդներին երիտասարդ սերնդին, եթե անհրաժեշտություն կա ֆինանսական միջոցներով սովորեցնի եւ դա ծառայեցնի սորած մասնագետ դարձածը ծառայեցնի իշա ազգի բարգավաճմանը եւ նաեւ հասարակության մեր ազգի տարբեր օղակների միջև, այսպես ասած, համագործակցության ստեղծում, բազմաշերտ, օրինակ այսօր ենթադրենք սպորտի վերաբերյալ կան համահայկական խաղեր կան եւ այլ, որը ոգևորում է մեր ազգագիցներին, երբ որ գալիս են Հայաստան, նրանք ոգևորված են գալիս եւ առավել ոգևորված գնում են։ Դա ազգապահպանության խնդիր է։ Դրա հետ զուգահեռ, եթե նաեւ բիզնեսի գործում համագործակցություն լինի, եթե աջակցություն լինի բիզնեսի տարբեր շերտերին եւ փոքր ձեռնարկություններին եւ ինչու՞ չէ նաեւ խոշոր ձեռնարկություններին ներողություն, ապա սա կարևոր քայլ կլինի, այս նմանատիպ քայլերը կարևոր միջոցներ կլինեն թվարկած եռամիասնությունը օգտագործել մեր ազգային գաղափարախոսությունից բխող նպատակներ։
Պարոն Միքայելյան, իսկ արդյոք հնարավոր խոչընդոտներ չեք տեսում այս ճանապարհին։ Չէ՞ որ ի վերջո Լարմասը հայոց ազգային գաղափարախոսությունը նոր բան է, որը մատուցվում է հայ հասարակության զանազան շերտերին եւ կարող է բախվել նաեւ սկեպտիցիզմի պատին։ Այսպիսի վտանգ չեք տեսնում, նաեւ այն բազմաթիվ տարբերությունները, որ կան հասարակության զանազան շերտերի միջև, իրենց տարբեր ցենզերը, սեռային ցենզ, գույքային ցենզ, կրթական ցենզ եւ այլն, այս բազմաթիվ տարբերություններ եւ բազմաթիվ այլ հանգամանքներ, որոնք հայության մեջ առկա են, արդյոք չեք տեսնում վտանգ, որ դրանք կարող են խոչընդոտներ հանդիսանալ այս վսեմ նպատակի իրագործման ճանապարհին։ Ես կարծում եմ, այդ խոչընդոտներ կարող են լինել, բայց դրանք հաղթահարելի խոչընդոտներ են։ Կարևոր է լինի իշխանությունների ցանկությունը, եթե իշխանությունները լծված լինեն, իրենք պետական քաղաքականության հիմքում դրված լինի ազգային գաղափարախոսությունը եւ դրանից բխող մնացած քաղաքականությունների իրացումը, դա կլինի արտաքին տնտեսական քաղաքականություն, արտաքին այլ քաղաքականություն, ներքին քաղաքականություն, այս ամենը միայն եւ միայն մեզ կողորտի դեպի ազգային գաղափարների իրացմանը։ Այո, կարող են լինել եւ ասում առաջի հերթին դա իշխանությունների կամքն է։ Իհարկե այսօր մենք տեսնում ենք, որ իշխանությունները հոգ չեն տանում ազգային գաղափարախոսության վերաբերյալ, չնայած այդ բացը մի քիչ առաջ ես նշեցի 30 եւ ավելի տարիներ մենք չենք փայլել, բացը չենք փորձել ծածկել, բայց այնուամենայնիվ քիչ թե շատ քայլեր կատարվել են կամա թե ակամա, բայց չի եղել ազգային գաղափարախոսություն եւ այսօր եթե Լարմասը դառնա այն համակարգեն գլխավոր դերակատարը, որը կարողանա համախմբել մեր ժողովրդին, դա կլինի իրոք ժողովրդի համար փրկություն։ Պարոն Միքայելյան, դուք հիշեցիք ներքին քաղաքականությունը, ներքին քաղաքականության կարևոր մի ասպեկտ է ազգային քաղաքականությունը այն առումով, որ հասարակության մեջ զանազան ազգությունների մարդիկ են ապրում։ Ճիշտ է, Հայաստանը հիմնականում մոնոէթնիկ պետություն է, մեծամասնությունը 98% էթնիկ հայեր են Հայաստանի բնակչության, բայց այնուամենայնիվ Հայաստանի ավելի քան 50,000 քաղաքացիներ այլազգիներ են, եզդիներ, քրդեր, ռուսներ, ասորիներ եւ այլ ազգությունների մարդիկ։ Ինչ եք կարծում, կարող է արդյոք հայոց ազգային գաղափարախոսությունը Լարմասը տիտղոսակիր հայ ազգի հետ միասին համախմբել նաեւ Հայաստանի ազգային փոքրամասնություններին։ Եթե այո, ապա ինչու եք այդպես կարծում։ Եթե ոչ, ապա դարձյալ ինչու։ Խնդրեի հիմնավորել ձեր պատասխանը։ Ես կարծում եմ, որ այո, կարող են։ Նախ եւ առաջ հայ ժողովուրդը երբևիցե իր գոյության ընթացքում երբևիցե այլ ազգիներին նկատմամբ թշնամական վերաբերմունք չի դրսևորել։ Ես թեկուզ բերեմ այս վերջի 30 եւ ավելի տարիների ընթացքում օրինակ եզդիների օրինակը բերեմ։ Եզդիները միայն հայության շրջանում են, հայության մեջ են գտել իրենց երկրորդ հայրենիքը ու նվիրված են։ Դա հենց առաջերտին գալիս է մեր ժողովրդի ոչ այլատվածության այսպես ասած բնութագրից։ Մեր ժողովուրդը երբեք այլազգիների նկատմամբ թշնամանք չի տարածել եւ մեր ռուսներեն տեսեք լարվածություն եղել է եւ ռուսների հետ եւ այլ ազգերի հետ, բայց երբեք
մեր ժողովուրդը ասենք փոքրամասնության մեր երկրում ապրող փոքրամասնության նկատմամբ թշնամանք չի ունեցել եւ հակառակը ցույց է տվել որ այդ մեր ազգի վերաբերմունքը նաեւ այլ ազգիներին եւ առաջի հերթին եզդիներին մեր հայերի հետ միասին ձեռքի տված եւ հերոսացել են մենք գիտենք օրինակներ եւ նվիրված մեր կողքին կանգնել են ինչու՞ չէ նաեւ ռուսներ են եղել ուկրաինացիներ են եղել այլ ազգիներ ես օրինակ գիտեմ Արցախյան պատերազմի ժամանակ մի ջոկատում Ղրղըզ ազգությամբ մարդ Ղրղստանից եկել եւ կրվել է մեր տղաների կողքին այստեղ էլ զոհվել է կա իր տապանակարետը բանարված հետևաբար ես կարծում եմ սա մեզ գաղափարախոսությունը այլ ազգիների դեմ չի հակառակ սա միավորող գաղափարախոսություն է համաշխարհային այս առումով մեր հայազգը այդպեսին է մենք չենք կարող այլ ազգիներին փոքրամասնություն կազմող վատ վերաբերվել Իդեպ պարոն Միքայելյան մի ուշագրավ դրվագ նշեմ Իմ եզդի բարեկամի հետ զրույցի ընթացքում ես էլ այդպես նշեցի, որ այո, եզդիների համար Հայաստան դարձել է երկրորդ հայրենիք, մանավանդ որ իրենց բուն հայրենիքից նրա պետականությունից նկատի ունեմ եզդիական պետականությունից զրկված են եւ նա այսպեսի պատասխան տվեց իսկ ինչու երկրորդ առաջին հայրենիք այսինքն եզդիները հենց այդպես էլ հարազատ են համարում հայկական պետականությունը իրենց համար եւ այս պետականության պայմաններում է ներկայումս աշխարհում որ եզդիական ինքնությունը պահպանվում է, ծաղկում է, զարգանում է եւ տա Աստված որ գա հասնի այն ժամանակը որ իրենց բուն հայրենիքում պետականությունը իրենք կարողանան վերականգնել Հաջորդ հարցը Հայաստանի բնակիչների մեծամասնությունը ավելի քան 92% իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Նաև սփյուռքահայերի մեծ մասը իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Ինչպես է այս հանգամանքը համադրվում Լառմասի ազգային գաղափարախոսության համախմբող ազդեցության հետ։ Ես քիչ առաջ նշեցի, որ հայ առաքելական եկեղեցին եղել է միավորող մեր ազգի, մեր ամբողջ ազգին։ Իհարկե կան նաև, ասենք, կաթոլիկություն հայ տարածված Հայաստանում, իհարկե փոքրաթիվ այնուամենայնիվ կան, բայց նրանք իրենց կաթոլիկները իրենց հայ զգացել են, զգում են այդպես էլ բերեմ օրինակ ասենք մեր ծովանկարիչ Այվազովսկին ինքը եղել է հայ առաքելական եկեղեցու հետևորդը, բայց նրա եղբայրը կաթոլիկ է եղել իհարկե հետագայում նա եւս ընդունեց որ կարևոր է առաքելական եկեղեցու անդամ լինելը հայության համար, բայց այնուամենայնիվ հայության դեմ չեն գործել։ Իհարկե կան նաև օրինակ մուսուլմանացած հայեր Թուրքիայում այսօր Արմենիան Հայաստանում մուսուլմանացած հայեր, որոնք իմանալով իրենց արմատների մասին, չիմանալով են նոր սերունդները բնականաբար մուսուլմանություն ընդունել, բայց աստիճանաբար վերադառնում են իրենց արմատներին։ Հետևաբար մեր առավելս 90%-ից ավելի
հայություն 92 թե ավել տոկոսից այդ թիվը ստույգ չգիտեմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են եւ շարունակում են մնալ։ Ես ուրախալի է ինձ համար, որ վերջի շրջանում երիտասարդությունը ավելի հաճախ է գնում եկեղեցի, ավելի հաճախ է մասնակցում պատարակներին։ Իմ թորներից ես չեմ իրենց ինչ որ ուղղորդել, իրենք իրենց սեփական նախաձեռնությամբ ամեն կիրակի գնում են պատարակի։ Այսինքն կարևոր է, որ նոր սերունդն էլ է համախմբվում հոգևոր մեր կարևոր արժեքի շուրջ, մեր հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Սփյուռքում հայերը թվականակով մի քանի անգամ ավելի շատ են, քան Հայաստանի Հանրապետությունում։ Ընդ որում նրանց ճնշող մեծամասնությունը բնակվում է յուրաքանչյուր երկրում ձևավորված կուռ համայնքներով, ազգային համայնքներով։ Այսինքն հայությունը ինքնին իր ավանդական ազգային եկեղեցով հանդերձ հանդիսանում է ցանցային կառույց, որը տարածված է գրեթե ամբողջ աշխարհում։ Հայության միավորման գործում ինչ հնարավորություններ է ստեղծում այս հանգամանքը, այս ցանցային կառույցի առկայության հանգամանքը եւ ինչ խոչընդոտներ եք տեսնում հայության միավորման այս ճանապարհին։ Միանշանակ է, որ հայությունը Սփյուռքում համախմբված է մեր տարբեր բնակավայրերում Ուկրաինայի, Ռուսաստանի ստեղծված հայերի միության շուրջ։ Սա կարևոր է, այնտեղ միավորող գործոն է հանդիսանում նաև հայ եկեղեցու արքայությունը, հայ առաքելական, ինչու՞ չէ նաև, ասենք, Վենետիկում կաթոլիկ եկեղեցու արքայությունը։ Միևնույն է, սրանք հայությանը միավորող հանգամանքներ են, գործոններ են, այսինքն այդ ցանցային կառույցները միավորում են հայությանը, ամեն մեկը իր համայնքում միավորվելով, բնականաբար, երբ որ արդեն իրենց հասնի, այսպես ասած, ամբողջ հայության համախմբման անհրաժեշտությունը եւ ոգին, այսպես ասած, թևածի ամբողջ հայության մեջ, այս դեպքում մենք այդ ցանցային կառույցը միանշանակ մեզ օգնող կառույց է մեր ազգային գաղափարախոսությունը իրագործելու համար։ Կան իհարկե որոշ կուսակցական Սփյուռքում, այսպես ասած, առանցին դեպքերում անհամաձայնություններ, հատկապես վերջի շրջանում կախված մեր երկրի արձագանքից Սփյուռքում, բայց ճնշող մեծամասնությունը Սփյուռքում եւս հայ առաքելական եկեղեցու միավորման շնորհիվ գնում են քայլով, որ մեզ տանում է դեպի ազգային գաղափարախոսություն։ Լարմասը բացի գաղափարախոսություն լինելուց նաև դաշինք է։ Դաշինք, որը ունի դարձյալ ցանցային բնույթ, կազմակերպչական կառույց որպես։ Ինչպես հենց հայությունը ինքը իսկ իր բաղկացուցիչ մասերով եւ ազգային հոգեվոր ինստիտուտներով, աշխարհով մեկ սփռված։ Ինչ է տալիս մարդուն այս կառույցի գործունեությանը մասնակցելը։ Կառույցի գործունեության մասնակցությունը հենց պետք է ազգային ոգին նստած լինի մարդկանց մեջ, հայության մեջ, եւ իսկ դա կախված է առաջի հերթին այն կազմակերպչական օղակներից, որոնք նախատեսված է Լարմասի շնորհիվ իրականացնել հայության ամբողջ հայության շրջանում։ Եթե այս կառույցները լիարժեք աշխատեն, ապա բնականաբար մեր ստացած արդյունքները
ազգային գաղափարախոսության շուրջ համախմբվելու խնդիրը լրիվ լուծված կլինի։ Կարևորը որ կարողանանք հաջողացնել այս այսպես ասած կառուցվածքների ճիշտ իրագործումը եւ դրանց այդ նպատակներին հասցնել։ Պարոն Միքայելյան, մեր հարցազրույցը ավարտենք մի քանի բլից հարցերով։ Կարճ հարց, կարճ պատասխան։ Ինչ ապագա եք տեսնում հայ ժողովրդի համար առաջիկա 5 տարում եւ դրան հաջորդող ավելի երկարաժամկետ հեռանկարում։ Ես մտածում եմ, եթե մեզ հաջողվի շուտապույտ առաջնահերթ խնդիրը լուծել մեր երկրի ներսում եւ միավորել մեր երկրի ներսում ամբողջ հայությանը, ապա առաջիկա 5 տարում մենք արդեն կունենանք երկիր, որը իր խոսքը կասի առնվազն տարածաշրջանում եւ ոչ թե գլուխներս կախման կգան, մեր ժողովուրդը գլխի կորման կգա, այլ արդեն գլուխը պարզ, ինչպես եղել է տարիներ շարունակ, առնվազն նախորդ 30 եւ ավելի տարիների ընթացքում։ Մեկ արտահայտությամբ, ինչպես կարող եք բնութագրել Լարմասի առաքելությունը։ Ոգևորող եւ շատ կարևոր։ Ձեր ուղերձը այն հայերին, ովքեր դեռ կասկածում են, որ հայության միավորումը անհրաժեշտ է եւ հնարավոր է։ Ես բոլորին կհորդորեի, որ միավորվեն առանց եթե ուզում են որպես հայ մնալ, միավորվեն այդ գաղափարի շուրջը եւ դրա շնորհիվ հայությունը պահպանեն։ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում, պարոն Միքայելյան, արժեքավոր քննարկման համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Միքայելյանը։ Աստված ամենքիս հետ։ Deyel